Անվտանգ եւ ապահով կրթական միջավայր ունենալը ԿԳՄՍ նախարարության օրակարգում է։ Յուրաքանչյուր դպրոցահասակ պետք է պաշտպանված լինի հնարավոր ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներից։ Աշակերտական համաժողովը լավ է, որ մեկնարկում ենք, բայց շատ վաղուց պիտի մեկնարկած լինեինք որպես նախաձեռնություն ու հուսով եմ, որ այսօրվա մեր քննարկումներն էլ մեզ մոտ կամրապնդեն են համոզումը, որ սա պետք է լինի շարունակական եւ որ մենք յուրաքանչյուր տարի հենց ձեր օրակարգով ձեր հետ միասին խոսակցությունները պետք է ավելի ու ավելի շատացնենք։ Հատկապես կարևորում եմ, որ մենք այս համաժողովը կազմակերպում ենք հենց այն օրերին, երբ որ աշխարհը նշում է երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հռչակագրի ընդունումը, եւ ինչու եմ սա շատ կարևոր համարում, որովհետեւ երեխայի իրավունքների շարքում մենք պետք է նկատենք այնպիսի մի կարևոր իրավունք, մյուս կարևոր իրավունքների շարքում, որը մասնակցության իրավունքն է։ Անվտանգ դպրոց ձևավորելու գործընթացում առանցքային է յուրաքանչյուր երեխայի ձայնը։ Կայացած համաժողովն առաջինն էր, որտեղ հենց սովորողներն էին բարձրացնում իրենց մտահոգությունները, սկսած դպրոցներում ոչ հարմար միջավայրից մինչև բուլինգ եւ ծաղրանք։ Իմ կարծիքով աշակերտների տեսանկյունից անվտանգության կարևոր բաղադրիչը այն է, որ դպրոցում բոլորը կարողանան լինել իրենց դիրքում, առանց վախի, ճնշման կամ բացառման։ Նախարարությունն այս հարցում ունի հստակ դիրքորոշում եւ քայլեր է ձեռնարկում խնդիրների կանխարգելման ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք չենք կարող այս պահին փաստել, որ մեր բոլոր դպրոցներում արկա է այդպիսի անվտանգ միջավայր կամ առնվազն յուրաքանչյուր երեխայի համար ամեն պահի արկա է այդպիսի միջավայր, որովհետեւ մենք բազմաթիվ բողոքներ դիմումներ ենք ստանում ծնողներից, աշակերտներից, երբեմն նաեւ ուսուցիչներից, որոնք խոսում են տարբեր իրավիճակների, երևույթների մասին, որոնք հանդիպում են դպրոցում։ Հետևաբար դպրոցում հաջողությունների հասնելու, կրթության որակը բարձրացնելու ճանապարհին կարևոր գործոն է հենց այսպիսի անվտանգ եւ ապահով իրավիճակի միջավայրի ձևավորումը, ինչին ուղղված է նաև հենց նմանատիպ աշխատաժողովների, կարողությունների զարգացման ուղղված տարբեր միջոցառումներ։ Դպրոցներում աշակերտները հանդիպում են մի շարք հոգեբանական խնդիրների, իսկ ինչպես պետք է դրանք լուծեն, փորձում են հենց իրենք, աշակերտները առաջարկել տարբերակներ։ Հավասարության բացակայության սկզբունքը, որը գործում է գրեթե բոլոր շրջաններում, որոշակի բացառություններով եւ տարբերություններով հանդերձ, չկա հավասար կրթության պայմաններ, դա վատը կայանում է նրանում, որ այդ հանգամանքը սկսվում է դպրոցից եւ այնուհետեւ շարունակվում է նաեւ բուհական մթնոլորտում, այսինքն չունեն հավասար պայմաններ եւ հնարավորություններ աշակերտները ադապտացվելու եւ մասնակիցը դառնալու տարբեր սոցիալական հասարակական գործընթացների, քանի որ մարդը սոցիալական էակ է եւ դրա համար որոշակի պահանջմունքներ ունի, կարող է մարդը խելացի լինել եւ բնածին խելք ունենալ, սակայն դրանք ռեալիզացնելու համար բազմաթիվ հնարավորություններ ու միջոցներ են պետք։ Պետք է ձևավորվի ապահով եւ անվտանգ կրթական միջավայր, որտեղ երեխաները կզգան իրենց ազատ արտահայտելու սեփական կարծիքը եւ բարձրաձայնելու իրենց անհանգստությունները։ Միջավայր, որտեղ ուսուցչի եւ աշակերտի միջև կլինի փոխադարձ վստահություն, իսկ յուրաքանչյուր սովորող իրեն կզգա պաշտպանված։ Անվտանգ եւ ապահով միջավայրը ամենևին չի սահմանափակվում ֆիզիկական տարածքով, մենք կարիք ունենք հոգեբանական, սոցիալական, այնպիսի միջավայրի, որտեղ ոչինչ ձեզ չի խանգարի սովորել, զարգանալ, ինքնադրսևորվել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավվածությունը համաժողովի կազմակերպման գործընթացում մեծ է եղել։ Հայաստանյան ներկայացուցիչը նշում է, համայնքներում իրականացված հանդիպումների արդյունքում արձանագրվել են կրթական միջավայրին առնչվող խնդիրներ։ Վստահեցնում է, նման հարթակները երեխաներին աջակցում են, որ ակտիվ մասնակցություն ցուցաբերեն։ Հայաստանում, ինչպես աշխարհում, հետզհետե ավելի շատ են երեխաներն ու դեռահասները ենթարկվում բուլինգի կամ տարբեր տեսակի բռնության։ Խնդիրները նաև պայմանավորված են այն բանի հետ, որ բոլորիս հիմա ավելի հասանելի են սոցիալական ցանցերը եւ դժբախտաբար դրա հետ կապված ռիսկերն ավելի շատ են։ Բացի դա, հիմա երեխաներն ավելի շատ են ցանկանում լսելի լինել, հատկապես իրենց կյանքի վերահսկող որոշումներում։ Կրթական միջավայրում ապահով եւ անվտանգ միջավայր կստեղծվի ժամանակի ընթացքում, եթե ուսուցիչ, աշակերտ, նախարարություն կապը լինի ամուր եւ վստահելի։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։